Անդրե Մարի Ամպերը ծնվել է հունվարի 20-ին 1775 թվականին Լիոնում, Ֆրանսիայի թագավորությունում։ Նա երիտասարդ տարիներին զբաղվել է մաթեմատիկայով։ 1805 թվականին զբաղեցրել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի մաթեմատիկայի ամբիոնը։ 1914 թվականին ընտրվել է Գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1824 թվականին զբաղեցրել է Կոլեժ դե Ֆրանսի փորձարարական ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնը։ Նրա ազգանունը փորագրված է Էյֆելյան աշտարակի Ֆրանսիայի մեծագույն գիտնականների ցանկում։ Ամպերի անունով են կոչել ամպեր, ամպեր-գալար, ամպեր-ժամ միավորները։ Ամպերը էլեկտրական հոսանքի միավոր է, որը նախապես սահմանվել էր որպես 1 ամպեր էլեկտրական այնպիսի անփոփոխ հոսանքի ուժ, որը անցնելով 1 օհմ դիմադրությամբ աղորդիչով, նրա ծայրերին առաջացնում է 1 վոլտ լարում։ 1820 թվականին մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է լողորդի կանոն անունով։ Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի ուսումնասիրությունը։ Նա մահացել է 1836 թվականին Մարսելում։